Առաջին անգամ կատարեք ձեր գնումները օնլայն սուպերմարկետ ձեր տանը, SAS AM։ Անելիք բանկն առաջարկում է 1 օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Ողջույն բոլորին, Շանթի եթերում Հայ Սուպերստար 5-ի 5-րդ գալահամերգի քվեարկության արդյունքների ամփոփման օրն է։ Դիսկո ոճի հիթային երգեր 5-րդ գալահամերգին լսեցինք բոլորը, սակայն այսօր մեր մասնակիցներից մեկը պետք է լքի նախագիծը, ով կիմանանք շատ շուտով։ Իսկ մինչ այդ վերհիշենք մեր մասնակիցների կատարումները։ Բեմա ջան, դու ամենաերիտասարդ մասնակցուհին ես այս ամեն ինչի։ Դա նշանակում է, որ հոգեբանորեն պետք է քեզ վրա վերցնես, երիտասարդ լավ քույն չէ, բայց Princess տարբերակը կարող է լինել այդ։ Արքադստեր դերը կատարիր ընդհանրապես, որ ավելի թեթև լինես։ Կան երգեր, որոնք տարել ես դու մեզ քո աշխարհ այդ մանկական։ Նույնը կարող է այստեղ անել։ Ինձ մի փոքր պակասեց քո տարիքային ակտիվությունն ու պայծառությունը։ I'm so blind, lost my heart, I lost my mind without you, Ինչ ասեմ, տենց ընդհանուր ոնց որ պայքար լիներ այս երգի մեջ, որ զգում եք քո կողմից, ոնց որ զգում ես, որ մի բան քոնը չի, բայց պետքա փորձես այդ հաղթահարես, քեզ գտնես դրա մեջ, ինչ կարամ ես անեմ այս երգի մեջ, բոլոր այդ քո այդ պայքարելու բաները մի երգի մեջ զգացենք։ Այսօր դու փորձեցիր մեզ պարացնել, դա որը նպատակն էր հիմնական, հա, այս ոճի, այդ աուրան, այդ էներգետիկան հաղորդել։ Համենայնպես դու քո տեսակի մեջ բավականին կարողացել էիր քեզ այն լիրիկական ռոմանտիկ վիճակից տեղափոխել այստեղ ու համարձակություն ունեցար քեզ փոխելու մի քիչ ավելի գժոտ եղի բեմում, Անահիտ ջան։ Քո կերպարը, որ մենք գիտեինք մինչ այս, այդ լիրիկական, այսպես հուզող Էլիզաբեթը կարողացավ անել այն, ինչ պետք էր։ Հիմա ամենայն դեպս այս երգը պահանջեց այն ամեն ինչ որ դու արեցիր, շարժումները թե ինչ ես չգիտեմ ում միտքներ այդ ամեն ինչը, բայց դու լավ երգեցիր։ Կարող ես չպարել բեմում, բայց մենք անկախ մեզանից սկսենք պարել գանքո հետևից այդ կարակը, այդ կայծը, այսինքն այդ ամեն ինչը չկար երգի մեջ։ Ինքը ավելի էսպես ռոմանտիկ, ավելի էսպես ոնց է sense ծովափին ռոմանտիկ միջավայրում ինչ-որ բան։ Այսինքն այդ dance վիճակը, հա, այդ որ ասում են, այդ բացարձակ չկար մեջը։ Ես ելույթ շատ հավանեցի, չգիտեմ, ամեն ինչ շատ ճիշտ էր, կուպլետներում այդ թեթևությունը, քչությունը, ավելի շատ ժելատությունը, իսկ պրիպևներում այսպես, չգիտեմ, ես հավանել եմ, շատ հետաքրքիր էր ամեն ինչ ինձ համար։ Այս երգից ավելին բացի ստիպելու դիմացինը բարի, ոչ մեկս չենք ակնկալում, ինքը այդ պոտենցիալը չել ունեցել, գրողն էլ հաստատ դրա մասին գիտի։ Դու այդքանը լավ ես հասկացել այնքանով, որ ինչ է այս երգից հասնում էր, չփորձեցիր sense չոր խորը գաս ասես գիտեք,
ասենք լավ բառեր, շայնոն, շողացեք, հա, բայց այդպես խորություն չկա իր մեջ։ Հիմա դու եկար ասեցիր պարեք, ու նենց ասեցիր, որ մարդիկ սկսեցին պարել ու ուրախացան, այդքանով դու քո միսիան կատարեցիր։ Սանջան, շնորհավորում եմ արդեն անգամ կողք ձախ աչ մի հատ է հոպ, բայց էլի քչի մեջ, դու դե զգուշ ես, չէ՞։ Բայց մի հատ թռավ այսօր։ Քեզ շատ դեռ թռիչքներ են սպասվում։ Երբ որ մարդ վոկալից հանգիստ, այնքան արդեն պետք է այլ տեղ մտածի։ Լինելու, ինչպես Լեյլան ասում է, կրակոտ դու արդեն այդ կրակը վառել ես։ Շարունակիր, ինչպես միշտ դու քո նշաձողի վրա ես։ Թե ինչ վերհիշեցինք կատարումները, այժմ անդրադառնանք մեր մասնակիցներին։ Ով է այսօր լքելու նախագիծը։ Ում համար է այսօր ելույթը լինելու վերջինը։ Ով է կես ժամից ավելի լավ երգելու, քան գալահամերգին։ Ում են այսօր բարեկամներն ասելու մեկա դու ամենալավն էիր։ Ում մասին ենք վաղը ասելու ոնց որ այսօր լիներ մեր հետ էր։ Ով է այն մասնակիցը, ում համար բարձրախոսը դառնալու է երազանք, եւ այդ բարձրախոսով նա երգելու է միայն կարաոկեներում։ Ով է այն մասնակիցը, ում հետ նկարվելու են միայն իր ծննդյան օրը, այն էլ իր ցանկությամբ։ Այս ամենի մասին մենք կիմանանք այսօր սիրելի հեռուստադիտող, բայց մինչ այդ զրուցենք մեր մասնակիցների պսոնա, սկսենք ձեզանից։ Ողջույն։ Ողջույն։ Գիտեք խաղի կանոնները, դուք պետք է ասեք այն մասնակցության, որը ամենաթույլն էր, եւ ձեր ելույթը գնահատեք։ Ելույթս նորմալ էր։ Մասնակցի անունն էլ երևի կտամ Ռիմայի անունը։ Ռիմայի անունը։ Շնորհակալություն, փոխանցիր բարձրախոսը։ Որ կողմ ուզում ես։ Ջուլետային։ Ջուլետա, ողջույն։ Բարև ձեզ։ Մեկնաբանիր ելույթը, տեսել ես հեռուստացույցով, ինչ գնահատական կտաս եւ որն էր ամենաթույլ կատարումը։ Հեռուստատեսությամբ նայեցի ելույթը, դուրս եկավ, տարօրինակ հանգամանք էր, բայց հավանեցի ելույթը, որպես թույլ ելույթ, չեմ նշի որպես թույլ ելույթ, բայց երևի առաջինն էր երգել, դրա համար դեռ հունի մեջ չէի, շատ չտպավորվեց, այդ Ռիման էր։ Ռիման, շնորհակալություն, փոխանցիր Երվանդին։ Երվանդ, լսում եմ քեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դիտեցի հեռուստացույցով իմ ելույթը շատ դուրս չեկավ, առաջին ելույթն էր, որ երբեք չի ուզել այդպես երգել։ Ինչն էր պատճառը։ Այսինքն դուրս չեկավ որ մասը, քո կերպարը թե ձայնդ։ Ամբողջ երգը։ Ամբողջ երգը, ամբողջ կատարումը դուրս չեկավ։ Լավ, եւ որն էր ամենաթույլ կատարումը քեզ։ Ես։ Դու։ Այո։ Շնորհակալություն։ Էլիզաբեթ։ Ողջույն։ Ողջույն։ Խնդրեմ արտահայտվիր։ Իմ կատարումը չգիտեմ, նենց չի որ հավանել եմ, բայց գիտեմ ավելի լավ կարող էի, բայց նորմալ էր։ Թույլ կատարում Ռիման չեմ գտնում որ թույլ էր, կարծում եմ որ թույլ էր ավելի Երվանդ է։ Այդքան։ Շատ լավ, շնորհակալություն։ Արաքսիա։ Ողջույն։ Քո մասին շատ խոսեցին վերևում, ներքին քվեարկության ժամանակ, 3 հոգի նշեցին քո անունը, եթե չեմ սխալվում։ Իսկ դու ինչպես ես կարծում։ Լավն էր քո ելույթը։ Չէ, ես էլ այդքան չհավանեցի, կարող էի ավելի լավ։ Բայց չգիտեմ, ընդհանուր առմամբ չեմ կարող ասել շատ վատ էր։ Երևի թե կնշեմ որպես թույլ կատարում Ռիմայինը։ Ռիմային։ Ինչ շատ է նշում այսօր Ռիմայի անունը։ Շնորհակալություն, փոխանցիր Արտուրին։ Բարև ձեզ։ Բարև Արտուր։ Շատ անգամ նայեցի մեր համերգը, կային մեծ թերություններ, որը բոլորն երևի տեսան։ Ես միշտ պատժեշ կայեմ արել Ռիմային, հələ սկսված wildcard փուլից, երբ որ միշտ իրան նշել են որպես պոտենցիալ ունեցող երիտասարդ, եւ այսօր
բոլորը նշում են իր անունը, իմ պոտենցիալը ես նույնիսկ տեսնում եմ եւ հուսով եմ, որ Ռիման կարողանա փոխի իր մեջ շատ բաներ եւ այդ իր համար դաս կլինի, ոչ թե դրա համար իր անունը տամ։ Իսկ թույլ ելույթ իմ կարծիքով այս անգամ ունեցավ իմ հարազատը, իմ Երևանդ ընկերս, որովհետեւ ինքը այնպեսին չկարած երկը փոխանցի, ոնց որ ինքը կարող էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այսինքն համեմատության մեջ Ռիման այնքան էլ թույլ չէր, որքան Երևանդը։ Չէ, պրոստը Ռիման Պրոստը չես ուզում էլ տաս Ռիմայի անունը, որովհետև շատ է հետևեցին Ռիմայի անունը։ Չէ, դրա համար չէ, ես օբյեկտիվ մարդ եմ, ես պրոստը տենում եմ, որ Ռիման 16 տարեկան է, ինքը աճելու տեղ ունի, ինքը շատ սովորելու բան ունի, Երևանդը իրավունք չուներ տենց երկեր։ Իսկ ինչ ես կարծում, հեռուստադիտողը դա հաշվի առնում է, թե ոչ։ Բավոց, շնորհակալություն։ Փոխանցիր բարձրախոսը Ռիմային։ Ռիմա։ Ինչ որ շատ հնչեց քո անունը այսօր։ Այո։ Թե ներքին քվեարկության ժամանակ, թե հիմա այստեղ։ Ինչ ես դու կարծում։ Արտուրն հենց էր խոսում, ոնց որ վերջ, դու արդեն լքել ես նախագիծը։ Հնարավոր է։ Դու ոնց ես կարծում։ Իմ ելույթը ավելի շատ թերությունային էր, որ բառ կատարում չէր, այսինքն անգույն էր ինձ համար իմ ելույթը, բայց թույլ կատարում կարող եմ ասել իմ կատարումը, բայց եթե հաշվի առնեմ ֆալշերը, Երևանդ ավելի թույլ էր։ Երևանդին ավելի թույլ էր։ Այո։ Եղավ Երևանդ։ Իմ կատարումից թույլ չէր ընդհանուր առմամբ, իմ ու Ես ոնց Երևանդի հասկացա առաջի երկրորդ տեղը դուք երկուսով եք կիսում, կամ Երևանդը կամ դու։ Չէ, որպես թույլ կատարում կնշեմ իմ ու Երևանդի կատարումները։ Հասկացա, շնորհակալություն։ Փոխանցիր Անահիտին։ Անահիտ ջան, բարև, այսօր քո անունը ընդհանրապես չհնչեց, ինչ ես կարծում, ես էլի կհայտնվես վտանգավոր գոտում։ Չգիտեմ։ Այսօր սովորություն արդեն դարձել էլի, չխախտենք այդ սովորությունը մի տեսակ։ Ինչ ես կարծում, ով էր ամենաթույլ մասնակիցը ըստ քեզ։ Ես չեմ կարծում, որ Ռիմայի կատարումը այդքան էլ թույլ էր։ Ընկերուին եկավ պատձերժկայի։ Չէ, դա կապ չունի, ուղղակի ես էլ Արտուրի նման եմ մտածում։ Ես թույլ կատարում ավելի կնշեմ Երևանդի անունը։ Երևանդի անունը։ Շնորհակալություն, ոնց որ թե ուժերը կամաց հավասարվում են։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, սա մեր մասնակիցների կարծիքներ, բայց ասեմ, որ ամեն ինչ որոշում եք դուք, իսկ ձեզ օգնում է մեր հարգարժան ժյուրին, ողջույն սիրելի ժյուրի, ծափարություններ մեր ժյուրի։ Ինչպես միշտ գալահամերգից հետո մեր ժյուրին կանխատեսել է, թե ով է դուրս մնալու նախագծից։ Դիտենք նրանց կանխատեսումները։ Այս համերգը համեմատաբար ինձ համար զիջում էր անցած համերգին։ Ես հավանեցի Արտուրի կատարումը եւ Սոնայի կատարումը, որոնք որ իրենց լավ կատարմամբ առանձնացան մեր ութնյակից։ Ես ուզում եմ նշել իմ կարծիքով ամենաթույլ մասնակցին, որը որ պետք է լքի նախագիծը, որովհետև այս ամերգին նա ամենայն դեպս իր կատարմամբ եւ բեմական պահվածքով չբավարարեց ինձ որպես ժյուրի անդամ, դա Ռիման է։ Համերգին ընդհանուր կոնկրետ հենց գնահատական չեմ կարողանում տալ, որովհետև ունենք եւ լավ եւ վատ կատարումներ։ Կնշեմ ինձ համար ամենավատ կատարումը, ամենաթույլ ելույթը եւ ինձ անհասկանալի Էլիզաբետ Ադիկյանի ելույթն էր։ Ինձ համար այսպես ասեմ, եթե վերջում Արամասեր ծափարեք, հենց որ ելույթ ունեցավ, չգիտեմ, Հասմիկ Կարմանձյանը, ես կարող հավատալ, որովհետև դա ինձ համար Էլիզաբետ Ադիկյանը չէր։ Վառ ելույթներ բնականաբար կային ու կային մարդիկ, ովքեր ընդհանուր համերգային ծրագրի ընթացքում իրենց գունավորմամբ ներկապնակը ընդհանուր հետաքրքիր պահեցին։ Սակայն ընդհանուր առմամբ, եթե արդյունքով վերցնեմ, համերգային ծրագիրը բացարձակ դուրս չեկավ եւ դա էլ էներգետիկան է, որ այլևս կրում են իրենց մեջ։ Բեմը նույնն է, երաժիշտները նույնն են ու շանթերոստանգերության ադմինիստրատիվ կազմից մինչև ռեժիսորական ու օպերատորական նույնն են։ Մնում է հասկանալ ինչն է փոխվում մեր մասնակիցների մեջ։ Դարձել են մի փոքր անհավես, դարձել են ավելի հենց այնպես, էս էլ մի հերթական գալա համերգ։ Ամենաթույլ օղակ նշում եմ Ռիմա Ֆարսյանի, մեր Աբովյանի ներկայացուցչության անունը եւ ամենաերիտասարդ աղջկա անունը։
Ռիման այլևս ինձ թվում է էլ անելիք որպես այդպեսին չի գտնելու այստեղ։ Այս համերգը նաև ապացույց մեր երգիչներին, որ ուրախացնելն էլ հեշտ գործ չէ, որտեղ լավ տրամադրություն հաղորդել, կարողանալ մարդկանց համախմբել, կարողանալ պարացնել, կարողանալ ոգևորել, ամեն մարդու բան չի, եւ իհարկե մենք ականատես եղանք եւ թույլ ելույթների եւ ուժեղ ելույթների, եւ կարծում եմ, որ այսպես ամենաթույլ տպավորությունը, ինձ համար ամեն դեպքում դա Ռիմա Ֆարսյանի ելույթն էր։ Սա մեր ժյուրի կանխատեսումներ, սիրելի հեռուստադիտող, իսկ այժմ ինչպես միշտ հարց, փոխվել են արդյոք կարծիքները եթերը դիտելուց հետո, թե ոչ, Գարիկ, խնդրեմ։ Ես էլի կկրկնեմ, որ տեսանկյունից է կախված, թե ինչ գնահատական ենք տալիս են գնահատական վոկալին, կատարմանը, թե ընդհանուր ելույթին։ Ես Էլիզաբետի անունը տվեցի, որտև դիտարկում եմ որպես ելույթ, որը ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Իսկ մասնակիցները քննարկում են վոկալի առումով, ում ֆալշներ շատ, ում ֆալշներ քիչ, այդ սխալ է ժողովուրդ, այդ լավ ճիշտ տեսանկյուն չի, որովհետև կարող է դուք նենց մի հատ ներկայացում կազմակերպեք բեմի վրա, նույնիսկ գիտակցելով, որ այդ ներկայացման ժամանակ նենց շարժումներ եք անելու, որ այդ պահին ձեր վոկալը տուժելու է, այսինքն դուք գիտակցաբար գնաք այդ քայլին, որպեսզի հասցնեք ձեր ներկայացման շնորհիվ ձեր ասելիքը տեղ։ Նորմալ է, որ միտեղ կարող է ձեր վոկալը տուժի, չի նշանակում, որ դուք վատ եք երգում։ Ընդհանուր ելույթի գնահատականն է ավելի շատ կարևոր, որովհետև միտեղ կարող է վոկալը տուժի ինչ-որ բանի հաշվին, միտեղ ինչ-որ բանը տուժի վոկալի հաշվին։ Այսինքն բալանս պետք է լինի այդ ամեն ինչում։ Իսկ եթե տենց մանր քննարկենք, ինձ համար նաև թույլ էր ելույթը եւ Երվանդի, որ ինքն էլ հասկանում է, եւ Ռիմայի, որ ինքն էլ հասկանում է, եւ մասնակիցները նշեցին, Էլիզաբետինը կարծիքս չի փոխվել, էլի նույն ինձ համար անհասկանալի ելույթներ։ Իսկ ինչ ասում է ավետը այդ անհավեսության մասին, ես չգիտեմ դա անհավեսություն կոչեմ, թե ուղղակի արդեն էնտուզիազմն է պակասել երեխեքի մեջից, բայց ինչ որ բան որ կոտրվել է ու պակասել է, այդ փաստ է, այդ բոլորս տեսնում ենք, իսկ տենց այդ ավելի շատ կլիներ սկզբից կուտվեր այդ, որ սկզբից պահանջները այդքան մեծ չեն, բայց հիմա քանի որ գնալով պակասում է, ինձ համար դառնում է անհասկանալի։ Երբ որ ձեր վերաբերմունքը ձեր ելույթին է տենց, անհավես, ինչ որ անկապ, արդեն ես ուրիշ բան չեմ սպասում, վերջերս նույնիսկ գիտեք, որ համերգի էիք հրավիրված, ուշացել էին ձեզանից, ասենք, մեծամասնությունը, որովհետև վերաբերմունքը, եթե ձեր ելույթին է տենց, ինձ թվում է ուրիշի ելույթին պետք է որ ավելի վատ լինի։ Բեմի հանդեպ մի հատ էնտուզիազմա կորել, նպատակի ու երազանքի հանդեպ մի հատ էնտուզիազմա կորել, որովհետև այդ ձեր մոտ վերածվել են որ պահանջի են, որ մի բան հետաքրքրում է սովորում եք, որ այդ հանձնարարում են դպրոցում չեք սովորում, վիճակն է, էլի դառել է ձեր համար հանձնարարություն չեք ուզում։ Եթե այս փոխեք, դուք վոկալ բան աշխատեք, ձեր վոկալի վրա բան, այդ բաները հա ասում ենք, բայց կարևոր չի, այդ արդեն այս դեպքում դուք պետքա փոխեք ձեր մեջ հենց այդ էնտուզիազմի, այդ հավեսի մասը։ Հիշեք ինչի համար եք եկել, այդ որ հիշեք մնացածին կգան կհասնենք, կսկսենք շարունակել։ Հիմա արդեն են կետից շատ հետ են գնացել, այդ որ պետքա տեղից շարունակենք։ Այդքան բան։ Շնորհակալություն։ Դա խորհուրդների համար, Լեյլա, փոխվել է արդյոք կարծիքը, թե ոչ։ Հիմնականում չի փոխվել, ինչպես սովորաբար լինում է, որտեվ ես ուղղորդվում եմ ավելի շատ ապագա երգչի պոտենցիալով, որտեվ ինձ համար դա ավելի կարևոր է, քան այդ օրվա ստացված կամ չստացված ելույթը, այսինքն ես տեսնում եմ պոտենցիալ զարգացում ապագա երգչի, ապագա կատարողի մեջ, ինձ համար դա ավելի կարևոր է, ու ես փորձում եմ տեսնել ինչ կարող ենք ստանալ իրենից, այսինքն այդ սպասելիքներն է ինձ համար ավելի կարևոր, կարող են ինչ-որ բանով զարմացնել, դեռ սպառված չեն, դա ավելի կարևոր է ինձ համար հետոն, այսինքն ես այդ եմ միշտ ավելի շատ փորձում տեսնել, այնպես որ իմ կարծիքը չի փոխվել համերգից հետո։ Շատ լավ, շնորհակալություն։ Եվ Անդրե։ Նույնպես դիտել եմ եւ ուզում եմ մի քիչ մեր իմիջկան փոքրիկ դարձել է մեր ծրագրի այսպես ֆալշերի բարոմետրը, քանի երրորդ արդեն ծրագրում են, նա այսպես նշում է կոնկրետ ինչ-որ ֆալշեր մասնակիցների։ Ես ուզում եմ ուղղակի ասեմ այսպիսի մի բան, Երվանդի ելույթը իսկապես թույլ էր եւ շատ ողջունելի է, որ դու ինքդ դիտելով քո ելույթը դա ասեցիր, որ ամենաթույլն էր քեզ համար, դա իսկապես ողջունել է իմ կողմից։ Ասեմ, որ հետաքրքիր այն է, որ ընդհանրապես
պոտենցիալ ունեցող մարդը միշտ չէ որ կարող է հաղթող լինել։ Այսինքն նա կյանքում նաև ունենում է ոչ այդքան հաջող ելույթների օրեր եւ այլն եւ այլն։ Երվանդինը այդ վերջի գալահամերգին իսկապես թույլ էր, բայց նախորդ համերգին նա բավականին լավագույն կատարողներից մեկն էր այդ համերգի։ Այդ իսկ պատճառով Լեյլայի նշածնել, Գարիկի նշածնել, որ շատ կարևոր է իմանալով այդ պոտենցիալը, որը նա ունի ամենայն դեպս։ Ինքը իր համար ես կարծում եմ մեծ դաս քաղեց այդ թույլ ելույթով։ Ինձ համար ավելի վախենալու են միջին ելույթները, քան շատ վատ կամ շատ լավ։ Այսինքն միջինները ավելի վտանգավոր գոտի են։ Ես այսպես ասեմ, ես էլ իմ կարծիքը չեմ փոխել Ռիմայի ելույթի նկատմամբ, Ռիմայինն էր թույլ եւ Երվանդինը, բայց Ռիմայինը մի տեսակ արդեն աճը չեմ նկատում։ Այսինքն ինչքան էլ որ փորձում ենք մենք մեր խորհուրդներով ուղղություն ցույց տալ քեզ, ես իհարկե վստահ եմ, որ դա տարիքի հետ է կապված եւ դու ամենաերիտասարդն ես այստեղ եւ դու շատ ժամանակ ես դեռ ունենալու զբաղվել քո սիրած աշխատանքով, ես կուզենայի ամենայն դեպս այս ամեն ինչը որ ասում ենք քեզ համար դա որպես դաս լինի եւ եթե մնաս այսօր պրոյեկտում մյուս գալահամերգին դու այդ ուժերը հավաքես եւ չգիտեմ անես մի երևույթ, որը որ, չգիտեմ, չենք սպասում, որտեվ շատ ստանդարտ ես դարել։ Այդ նույն խաղերը, որ շատ ժամանակ մեր մասնագետը Ռոզանը քեզ ասում է՝ մի արա այդ մելիզմը։ Իսկապես մի արա։ Բոլոր երգերում նույն մելիզմը պետք չի անել։ Այդ մաներան, որը որ անընդհատ խանգարում է քեզ եւ այդ Պետուշոկի պատճառով, որ Լեյլան էլ նշեց համերգի ժամանակ, այդ պատճառով ինտոնացիոն տուժվում է։ Այսպես կներեք, որ երկար խոսացի, իմ կարծիքն էլ չի փոխվում։ Պահում եմ նույն դիրքում կարծիքս Ռիմա Ֆարսյան։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, սա մեր ժյուրիի կարծիքն է, իսկ այժմ ժամանակն է անդրադառնալ ձեր որոշմանը եւ այսպես առաջին մասնակիցը ում մասին մի փոքր խոսենք։ Եվ այսպես Երվանդ Մաթևոսյան, երգիդ մեջ պայքար կար։ Վատ չէր, սակայն այնքան էլ լավ չէր, որ դիսկոն համարեն քո ոճը։ Սա Գարիկի կարծիքն էր։ Իմ դեմոդե բարեկամ Երվանդ, կեցես, շնորհավորում եմ, որ փորձում ես։ Ավետը ընդհանրապես ողջունում է յուրաքանչյուր համարձակ քայլ։ Իսկ ինչպիսին է հեռուստադիտողի կարծիքը, այստեղ քո անունը բավականին շատ շոշափվեց, թե մասնակիցները, թե ժյուրի անդամները անդրադարձան քո կատարմանը։ Հետևաբար այս անգամ մի քիչ ավելի ոչ թեթև կլինի քո անցնելը հաջորդ փուլ։ Բայց այս ամենը հաշվի առնելով ես պետք է ասեմ, որ լինում են դեպքեր, երբ որ մասնակիցները սխալվում են։ Դու հաջորդ փուլում ես, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ռիմա Ֆարսյան, ելույթիդ մեջ մի տեսակ շնչակտուր բան կար, որը Գարիկին խանգարեց լսել ելույթդ։ Ավետին պակասեց տարիքիդ բնորոշ պայծառությունը։ Քեզ նախագծում արքայադուստր զգա, ասաց նա։ Սա իհարկե խորհուրդներ են, սակայն իրավունքն ու արտոնությունը պետք է ընձեռի հեռուստադիտողը։ Ընձեռել է արդյոք քեզ այդ իրավունքը, հնարավորությունը հեռուստադիտողը, թե ոչ, այսօր քո անունը շատ շոշափվեց, բավականին շատ, թե ժյուրին, թե մասնակիցները նշեցին քո անունը։ Դու ամեն դեպքում այնպես չէ, որ դժգոհ էր քո ելույթից։ Չգիտեմ, դուրս կմնաս այսօր նախագծից թե ոչ, բայց դու վտանգավոր գոտում ես։ Ռիմա, առաջին անգամ ես վտանգավոր գոտում դու։ Սպասում էիր, որ նման բան կլինի այսօր քեզ հետ, թե ոչ։ Սպասում էի։ Իսկ հիմա ավելի անկեղծ, ինչ քեզ դուր չեկավ քո ելույթի մեջ։ Ամենակարևորը, որ ասում ես անշուք էր ինչ-որ մի բան պակասում էր, ձայնի հետ խնդիր նկատեցիր, կարող այդ օրը տրամադրություն չունեիր, իսկ միգուցե ընդհանրապես հոգնել ես արդեն նախագծում ելույթ ունենալուց, ինչպես ասեց Ավետը։ Ոչ, չեմ հոգնել նախագծում ելույթ ունենալուց, ուղղակի ինձ համար անսպասելի էր, որ առաջին համարի տակ էի ներկայանալու, այսինքն տեղյակ չէի։ Հասկացա։ Բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ առիթ պետք է հանդիսանար։ Այսօր կարող է փոխվի քո ճակատագիրը, այսինքն դու հնարավոր է դուրս մնաս այսօր նախագծից։ Շարունակելու ես, պայքարելու ես, որպեսզի դառնաս երգչուհի, թե այսքանով կհանգստանաս, կասես վերջ։
Ես իմը արեցի, փորձեցի, որպեսզի վստահ լինեմ, որ հետո ինքս իմ համար, իմ հոգու հանգստության համար։ Ոչ, իհարկե պայքարելու եմ, ես ընտրել եմ արդեն իմ ուղին։ Ահա։ Դա երգն է եւ աշխատելու եմ այդ ուղղությամբ։ Իսկ ուր էր ուզում ընդունվեր, ևս մեկ անգամ հիշեցրու։ Տնտեսագիտական համալսարան։ Շնորհակալություն, շարունակում ենք։ Ջուլիետա Սարգսյան։ Լեյլա Սարիբեկյանի համար ելույթդ ինքնատիպ էր, սակայն Գարիկին չզարմացրիր, նրա համար դու նույն Ջուլիետան էր։ Նույնն էր արդյոք դու հեռուստադիտողի համար։ Այս հարցի պատասխանը ես այսօր մի քիչ հետո մի քանի վայրկյանից կտամ քեզ։ Փաստորեն նույնը չէր, դու նախագծում ես։ Արտուր Մացակյան։ Բարև ձեզ։ Ավետի կարծիքով դու հրաշալի ես երգում, սակայն սկսել ես չհաղթահարել։ Հանդիսատեսի եւ հեռուստադիտողի հետ աշխատանքդ Անդրեն գնահատեց գերազանց։ Այս ամենը պետք է գնահատի ամենավերջում հեռուստադիտողը եւ տա իր գնահատականը։ Իսկ գնահատականն է կամ դու նախագծում ես, կամ նախագծում չես, կամ վտանգավոր գոտում ես։ Ընտրի 3-ից մեկը։ Ես նախագծում եմ։ Գիտես ինչ։ Հա։ Այստեղ դու սխալվում ես։ Հա։ Սխալվում ես, որովհետև ոնց ասեմ, որ ավելի ճիշտ լինի։ Մի քիչ արագ պատասխանեցիր այդ հարցին։ Սմեսլի։ Մի քիչ պետք է մտածեիր։ Դե կարծում եմ ինչ սիրում եմ երկրպագուն, իրանք իմ հետ են։ Այդ հուսով եմ ես։ Ուզում եմ մի քիչ ձգեի, տանջեի քեզ, բայց մի անգամից ասացի լավ, նախագծում ես, նախագծում ես։ Շնորհակալություն։ Էլիզաբետ Ադիկյան։ Գարիկի համար ելույթը նման էր Լեդի Գագայի չհաջողված պարոդիայի։ Նա ուսած, որ այս ելույթը վտանգավոր գոտում հայտնվելու պատճառ չի հանդիսանա։ Կհանդիսանա արդյոք թե ոչ։ Նա հուսած ամեն դեպքում։ Բայց հեռուստադիտող ասում է չէ, թող Էլիզաբետ Ադիկյանը գա վտանգավոր գոտի։ Արի Էլիզաբետ Ադիկյան։ Թվով որորդ անգամ ես դու արդեն վտանգավոր գոտում։ Երրորդ թե երկրորդ։ Երրորդ։ Եվ եթե համեմատենք այդ բոլոր վտանգավոր գոտում գտնված քո հոգեվիճակները, որն է ավելի բարդ, այսօրվանը թե անցած անգամվանը, թե նախանցած անգամվանը։ Երևի այսօրվանը, որտեղ բացարձակ չէի սպասում։ Բացարձակ չէի սպասում, որ ինչ։ Հայտնվես վտանգավոր գոտում, հա, հասկանալի է։ Հետևաբար ինչ ես կարծում, շանսերը, որ դու կնստես կրկին, շատ են թե քիչ։ Քիչ են, արդեն քիչ են։ Լավ, սպասենք, շարունակենք։ Սոնա Ռոբենյան։ Ինչպես միշտ դու քո նշած զողի վրա էր, քեզ դեռ շատ թռիչքներ են սպասվում։ Դա ավետի կարծիքով։ Իսկ թռիչքի համար պետք են թևեր։ Իսկ այդ թևերը պետք է տան քեզ հեռուստադիտողը, հեռուստադիտողն էր այս պահին։ Նրանք տվել են քեզ այդ թևերը, դու հաջորդ փուլում ես։ Անահիտ Հարությունյան։ Ես միշտ սպասում եմ քեզ տեսնել այստեղ վտանգավոր գոտում, արդեն սովորություն է դարձել։ Լեյլա Սարիբեկյանը գնահատեց քեզ փոխելու համարձակությունը։ Ամեն մեկը չունի նման ձայն, ասաց Անդրեն եւ խորհուրդ տվեց այդ զենքը օգտագործել հօգուտ քեզ։ Դե ինչ, Անահիտ։ Ուզում ես կրկին հայտնվել վտանգավոր գոտում։ Ոչ։ Չկա տենց բառ, որը ցանկանում է հայտնվել վտանգավոր գոտում։ Բայց ամեն դեպքում դու սպասիր։ Սպասիր։ Հարաքսե Ամիրխանյան։ Գարիկի համար ելույթիդ մեջ աչքի ընկնող անհավեսություն կար։ Արա քո մաքսիմումը դու վերցրել ես հենց այնպեսության գիծը ավետի կարծիքով։ Ժյուրին խորհուրդներ էր տալիս, ընդ որում այդ խորհուրդների մեջ կային բողոքներ, այսինքն դու արդեն բաներ ես անում, որոնք չի գոհացնում ժյուրիին։ Դու ինքդ ասացիր, որ խնդիրներ կար քո ելույթի մեջ։ Լավ կլիներ չնկատեր այդ խնդիրները հեռուստադիտողը։ Արաքսիա, կամ դու կամ Անահիտը ձեզանից մեկը գտնում է վտանգավոր գոտում։ Ով է այդ մասնակիցը։ Անահիտ արդեն հոգնել է այս ամենը լսելուց, վտանգավոր գոտի բառից յամը ցանը առաջանում արդեն։ Վտանգավոր գոտի, որքան կարելի արդեն 5-րդ անգամ վտանգավոր գոտի։ Կսպասեք մի փոքր, մի այսքան, ես գնամ գամ։
Բանը նրանում է սիրելի հեռուստադիտող հանդիսատես եւ հարգարժան ժյուրի, որ այսօր Անահիտի ծնունդն է։ Անահիտ, թեկուզ ձեզանից մեկը այսօր վտանգավոր գոտում է, այսօր քո ծնունդը ես քեզ շնորհավորում եմ, այս ծափահարությունները քոնն են։ Ամեն դեպքում ես չգիտեմ, հեռուստադիտողը գիտեր, որ քո ծնունդն է լինելու այսօր թե ոչ, ինձ թվում է չգիտեր, բայց համընկնում համարենք սա, դու այսօր վտանգավոր գոտում չես։ Արաքսյա, դու վտանգավոր գոտում ես արի։ Արաքսյա, առաջին անգամ ես այստեղ, հաճելի է այս շրջապատում։ Այո, առաջին անգամ եմ, հաճելի չի։ Հաճելի չի։ Պատճառ, ինչու ես դու այստեղ հայտնվել կան, բացատրություններ դրան, թե ոչ, ըստ քեզ։ Գիտեմ, ես համամիտ եմ ժյուրի անդամների հետ։ Անհավասությունը, չնայած տրամադրությունս բարձր էր անկեղծ ու ես շատ տրամադրված էի ելույթից, բայց չգիտեմ ինչի էկրանից այն կողմ լրիվ ուրիշ բան ստացվեց։ Ամենայն դեպս գուցե հանդիսատեսնել դա նկատել, չգիտեմ։ Եղեք անկեղծ, ինչով է դա պայմանավորված, ինչ եք հոգնել, եթե կա պատճառ, միգուցե ասեք, գիտեք իրոք, ես արդեն ինձ արդեն դուր չի գալիս այս ամենը, ես հոգնել եմ։ Չէ, նման բան չկա հաստատ։ Ես ունեմ անելիք, ունեմ ասելիք։ Դու որտեղ ես սովորում հիշեցրու մի հատ։ Ռոմանոս Մելիքյանի անվան, երաժշտական ուսումնարանում։ Քո հետ ավելի հեշտ է, քան թե Ռիմայի։ Ռիմա, երեքից այդ մեկը այսօր լքելու է նախագիծը։ Հիմա արդեն ավելի ճիշտ կանխատեսում կանես, քան թե այն ժամանակ, երբ որ 8 հոգով եք նստած։ Ինչ ես կարծում, ով է լքելու նախագիծը։ Չեմ ուզում ինչ-որ բան կանխատեսել։ Չեմ կարող ասել։ Շատ հնարավոր է, որ ես դուրս գամ։ Շատ հնարավոր է, 33.333% հավանականություն կա այս պահին։ Ինչու ես ամեն դեպքում ցանկանում դառնալ տնտեսագետ։ Եթե արդեն չեմ ցանկանում։ Ինչ է պետք դրա համար, որպեսզի դու փոխես քո մտքերը տնտեսագետ դառնալու համար, միգուցե շարունակես պայքարը։ Ուզում էի դառնալ որպես երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու համար։ Երկրորդ մասնագիտությունը դա տնտեսագետն է։ Առաջինը սա է։ Այո։ Բայց հիմա ինչ վատ կլինի, որ դու դուրս գաս մի անգամից առաջին մասնագիտությունը ոնց որ շանսերը քչանում են։ Հիմա կենտրոնացի, տնտեսագետ թե երգիչ։ Երգիչ միանշանակ։ Դե գնա նստի։ Սիրելի հեռուստադիտող, այսօր նախագիծը կլքի կամ Էլիզաբեթ Ադիկյանը կամ Արաքսյա Ամիրխանյանը։ Վերջում նրանցից մեկը, ով որ լքի նախագիծը կերքի իր երգը 5-րդ գալահամերգի ժամանակ երգած եւ ավելի լավ, քան գալահամերգին, որովհետեւ ինչպես հասկանում ենք, միշտ այդպես է լինում։ Որքան էլ ցավալի է, բայց այսօր նախագիծը լքում է իգական սերի ներկայացուցիչ երկար մազերով երկուսն էլ նախագիծը լքում է Էլիզաբեթ Ադիկյանը Դենիս սիրելի հեռուստադիտող Էլիզաբեթ Ադիկյանը լքեց հայ սուպեր սթարը ծափահարություններ Էլիզաբեթ Ադիկյան Թույլ ես քեզ մի հատ փաթաթվեմ, շնորհավոր եմ, որ այս նախագծում երգեցիր, Արաքսյա, զբաղեցրու քո տեղը, իսկ այժմ Էլիզաբեթ Ադիկյանը կերգի ձեզ համար վերջին անգամ սիրելի հեռուստադիտող։ Want to be romance, Roma, Roma, Gaga.
plea, I want your disease. Cause everything as long as it's free. I want your love. Love, 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 I want your love. I want your trauma to turn on your head. I want you everything as long as it's free. I want your love. Love, 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 I want your love. You know that I want you, and you know that I need you. I want it bad, you're bad, you're meant. I want your love and love, you repent. You and me could out of bed for me. Oh, I want your love and love, you repent. You and me could out of bed for me. Oh, 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 God, you do that for me. Oh, 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 God, you do that for me. La la Roma, Roma, oh la la, won't you be romance? I want your horror and turn in your hands. 'Cause you're a criminal as long as it's fair. I want your love. Love, 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 I want your love. I want your trauma to turn on your hands. I want you everything as long as it's fair. I want your love. Love, 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 I want your love. You know that I want you, and you know that I need you. I want it bad, you're bad, you're meant. I want your love is to love you, repent. You and me could out of bed for me. Oh, I want your love is to love you, repent. You and me could out of bed for me. Oh, 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 God, you know that for me. Oh, 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 God, you know that for me. La la Roma, Roma, oh la la, want you be romance. La Roma, oh la la, want you be romance. I don't wanna be friends, so don't love me. I don't wanna be friends. I don't wanna be friends. I don't wanna be friends. Won't you be around me? Won't you be around me? I want your love is to love you, repent. You and me could out of bed for me. Oh, I want your love is to love you, repent. You and me could out of bed for me. Oh, 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 come in a back from me. Oh, 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 come in a back from me. La la Շնորհակալ եմ։ Առաջին անգամ կատարեք ձեր գնումները on-line։ Online սուպերմարկետ ձեր տանը։ Sast AM։ Անելիք բանկն առաջարկում է 1 օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։